Տիկին նախարար լավ հարց չէ։ Տիկին Գալյան տարաժամկետ քարոզչությանն է վերաբերում հարցը, գիտեք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկը ակտիվ քարոզչություն է իրականացնում, թեև նախընտրական քարոզչությունը պաշտոնապես դեռևս չի մեկնարկել։ Քաղաքական ուժի անունը թերևս չտամ, բայց գիտեք, որ քաղաքի տարբեր հատվածներում, այո, բաներների վրա իրենց տնտեսական քայլերն են ներկայացնում, ավտոբուսի վրա հագցված համապատասխան գրությամբ շրջում են։ Այս առումով ընտրական օրենսդրության բաց արդյոք չեք տեսնում եւ կարիք արդյոք չեք զգում փոփոխելու ընտրական օրենսդրությունը եւ սահմանելու կոնկրետ ժամկետ, որ քարոզչության ժամկետից դուրս քարոզչություն արգելվի։ Այնինչ տեղի է ունենում իրականում մեր երկրում չափից դուրս ժողովրդավարական կարգի կամ արժեքների ցուցանիշն է կամ ցուցադրությունն է, այսպես ասեմ, գուցե եւ նորից եմ կրկնում, ընտրական օրենսդրության շրջանակներում կան չլուծված հարցեր, բացեր եւ այլն, ընդ որում կան բացեր առաջին հերթին, որոնք վերաբերում են ոչ թե կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությանը, այլ հիմնադրամների, ինչ որ ձևավորվող ուժերի, շարժումների ֆինանսավորման թափանցիկությանը, այսինքն քաղաքացիները չգիտեն եւ չկա օրենսդրական մեխանիզմ, որպեսզի իմանան, թե շարժումները ինչ ֆինանսական միջոցներով են ֆինանսավորվում եւ ում կողմից են ֆինանսավորվում։ Ես կառաջարկեմ այն ուժերին, որոնք գործունեություն են իրականացնում, լինել բաց ու թափանցիկ ու ներկայացնել այդ հաշվետվությունը անկախ այն բանից, թե օրենսդրական կարգավորումներ կան, թե ոչ, որովհետեւ դրանք հետո տրանսֆորմացվում են կուսակցությունների եւ որպես կուսակցություն այլևս հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն կրելու են եւ շատ լավ կլինի, որ մեր ժողովուրդը ամեն ինչ իմանա։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ պսևդոքարոզչություն է իրականացվում եւ այլն, ազատ են նրանք շփվել մեր քաղաքացիների հետ, մեր քաղաքացիներն ազատ են անել իրենց հետևությունները։ Տիկին Գալյան, երբ որ դուք ասում եք ժողովրդավարություն եւ այլն, մենք երեք Դիլիջանում ժողովրդավարության մի աննախադեպ երևույթի ականատես եղանք, երբ վարչապետն ուղիղ եթերում իր լիազորություններից դուրս մի ցուցում տվեց, ասեց այս մարդու աղջկան չնշանակեք մանկապարտեզի տնօրեն, դա համայնքի, իսկ հիշում եք այդ ասելուց առաջ քանի անգամ ասեց, որ ես վարչապետն եմ եւ այդ հարցը վարչապետի տիրույթում չէ։ Հետո ես այնտեղ եմ եղել, հետո տվյալ քաղաքացին ասեց, որ այսպես անեք, այս համայնքում համայնքյան ներողություն չեմ հիշում, լավ կլինի եւ այլն, այսինքն եկել էր անձնական հարց լուծելու եւ մի քանի անգամ կրկնելուց հետո, որ դա վարչապետի իրավասությանը չի վերաբերում, վարչապետը ուղղակի ասաց, դե որ այդպես է, արգելում եմ, չնշանակեք եւ սա կարծում եմ վարչապետի լիազորությունների։ Այո, եւ վարչապետը դրա մասին հստակ գիտեր եւ 10 անգամ, 10 չէ լավ, 3, 4, 5 թող լինի, անգամ նույն բանը ասաց։ Եվ եթե գալիս է քաղաքացին եւ ասում, որ սա արեք եւ մի բան էլ լավ կլինի ձեր վիճակը, օրինակ ինչ որ մի համայնքում, այլ բան կներեք, բայց չէր մնում վարչապետին, քան ասել այն ինչ որ ասեց եւ շատ լավ արեց, որ այդպես ասեց։ Ասեք։ Հիմա լիազորությունները չարաշահելու համար վարչապետին ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի։ Ինչ լիազորություն է չարաշահելու։ Համայնքի Դե հիմա ես տեսեք, պարտականություններին առնչվող նախ այդ կոնկրետ դեպքով, եթե չեմ սխալվում, կար այլ ժամանակավոր պաշտոնակատար կամ այլ, այսինքն համայնքը իր լիազորությունները իրականացրել էր, նշանակել էր ինչ որ տեխնացու իրական շատ ենք մանրանում այս հարցի շուրջ, բայց ամեն դեպքում եւ լիազորությունների չարաշահումը ենթադրում է որպես արարք հետևանքի առկայություն, այսինքն հետևանքն ինչպիսին է եղել եւ դա պետք է էական վնասի տեսք ունենա։ Եթե դուք կգտնեք էական վնաս այդ արարքում եւ ոչ թե կմեկնաբանեք դա ի օգուտ եւ համայնքին եւ հանրությանը եւ բոլորին, կխնդրեմ հաղորդում ներկայացնել։